Փետրվարի 17-ին Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում տեղի ունեցան Խաչաղբյուր 2 փոքր հիդրոէլեկտրակայանի փոփոխված աշխատանքային նախագծի հանրային լսումները։ Նախագիծը ներկայացված էր Mega Energy SPI կողմից։ Գյուղում հանրային լսումներ են կազմակերպել Խաչաղբյուր Փ2 երկրորդ նոր նախագծի վերաբերյալ։ Իսկ դուք ընդհանրապես ինչ դիրքորոշում ունեք հեկի հետ կապված, կողմ եք, դեմ եք։ Իհարկե դեմ եմ։ Ես որպես ասենք կենսաբան, որպես մասնագետ, էկոլոգիային դեմ են գնում, ես չգիտեմ։ Ամեն գյուղում էլ գետ կա, բայց կոնկրետ եթե նայենք առանձին գյուղերի, ոչ մեկը թույլ չտվել, որ իրենց գյուղի գետի վրա գեսեր կառուցեն։ Որ հանրային լսում կար այսօր։ Ինչ կար? Հանրային լսումներ։ Չի, տեղեկություն չունեմ։ Իսկ այդ Խաչաղբյուրի հեկի հետ կապված, երկրորդ հեկի հետ կապված, ձեր դիրքորոշումը դեմ եք, թե կողմ եք։ Ես դեմ եմ։ Դեմ եմ հանուն մեր երեխեքի ապագայի։ Գիտեք, որ այսօր հանրային լսումներ կային ձեր գյուղում։ Չէ։ Խաչաղբյուր հեկի հետ կապված։ Մզովատեպաներում հարցում տալած հավատավոր, համաձայն ենք, համաձայն չլինք։ Բնապահպանության նախարարությունում փորձարկումությանը ներկայացված Խաչաղբյուր 2 հեկի փոփոխված աշխատանքային նախագիծ։ Հայտնի է, որ Mega Energy ընկերության կողմից Գետահովիտ եւ Ենոքավան համայնքներում կառուցվում է Խաչաղբյուր 2 փոքր հիդրոէլեկտրակայանը։ Փ2-ի կառուցման ընթացքում ընկերությունը արկա ջրային ռեսուրսը ավելի օպտիմալ օգտագործելու նկատառումներից ելնելով եւ հետեւաբար Փ2-ի աշխատանքի տնտեսական շահավետությունը բարձրացնելու նպատակով նախաձեռնություն է ցուցաբերել որոշակի նախագծային փոփոխություններ կատարել եւ Գիդեպ Ինվեստ նախագծային ընկերությանը պատվիրել է նոր նախագիծ կամ արկա նախագծի վերաբերյալ փոփոխություններ կատարել։ Այսօր փոփոխված նախագիծը նշանակում է, որ ինքը հզորությունը մեծանում է գեսի։ Խողովակաշարը համարյա 1 կիլոմետրով երկարացնում է։ Դրա համար նորից նա ենթակա է վերազինումը մեր օրենքում ենթակա փորձարկումության։ Նախորդ նախագիծը, որ երասեփային կազմել էր, երեք բոլոր լավ գիտեք, որ առաջին նախագիծը եղել է կեղծ նախագիծ, եկեք անուններով ասենք, ոնց որ եղել է կեղծ նախագիծը տվել է դրական եզրակացություն, հետո եզրակացություն չեղել է համարել, եկեք իր անուններով ասենք ամեն։ Երրորդ նախագիծը փոփոխված իրականում եղել է, որը փորձել է այդ կեղծարարությունները փակել, որը նույնպես չի ստացվել իրականում, հետո սկսել է շինարարությունը, ինչ-որ ձև, տարբեր ձևերի, հատկապես ունենք հարցի մյուս կողմը։ Հիմա այս նախագիծը ընդհանրապես կապելի նախորդ նախագծի հետ, եկեք հասկանանք այդ ֆիքսենք, եթե ֆիքսում ենք այդ ձև, ուրեմն մենք անցկացնենք հանրային լսումներ, եթե չէ, անունը չդնենք փոփոխված, ինքը փոփոխված նախագիծ չի, ինքը նոր նախագիծ է Mega Energy SPI կողմից ներկայացված, ուրիշ նախագծային ընկերության կողմից կազմած, ուրիշ էներգետիկ եւ հիդրոէներգետիկ եւ այլ տվյալներով, ուրիշ պարամետրերով լրիվ։ Հիմա հարց առաջանում, սա նոր նախագիծ է, թե փոփոխված նախագծի փոփոխություն։ Եթե ցանկացած վերազինում վերցնում, դա նոր նախագիծ է։ Այդ առումով ես ձեր հետ համաձայն եմ, որովհետեւ պարամետրերը փոխվում, դառնում են նոր։ Բայց քանի որ հինն են վերազինում, որպես փոփոխված նախագիծ, նոր նախագիծ, թե փոփոխված նախագիծ, ուրեմն միանշանակ տեղեկացնեմ, որ փոփոխված նախագիծը հիմնավորումները հետեւյալն են։ Քանի որ հեկի շենքի տեղը չի փոխվել, հեկի շենքի ուրեմն նիշը չի փոխվել, որտեղ որ մենք ջուրը դատարկում ենք, 2, երրորդը ուրեմն հեկի ճնշումային խողովակաշարը ընդհանրապես մենք շինարարության ընթացքում, նախնական շինարարության ընթացքում, երբ որ սկսեցինք ուրեմն ուսումնասիրել նախագծային աշխատանքները, նախորդը եւ մենք որ սկսեցինք կատարել աշխատանքները, եկանք այն եզրակացության, որ հիդրոէներգետիկ ռեսուրսը տվյալ գետի բավականին օպտիմալ օգտագործելու տեսակետից կարելի է ուրեմն 1000 մմ-անոց խողովակը փոխարինել 1200 մմ-անոց խողովակով։ Այդ իսկ պատճառով ստացվել է հետևյալը՝ գլխամասային հանգույցի տեղամասն փոփոխված է ճնշումային խողովակաշարի տրամագիծը, հեկի շենքը մնացել է իր տեղում եւ ընդհանրապես փոփոխությունների առումով ստացվել է 5 մեգավատ հզորություն։ Ստրիկնիշը չեն կարող ասել, երկարությունը կարող ենք ասել, որ այս պայն մոնտաժված է շուրջ 2 կիլոմետր խողովակաշար։ Հիմա այդ 2 կիլոմետր մետրանոց արդեն
մոնտաժված է։ Ո՞նց է դառնում 2 չի։ 2 կիլոմետրը տարված է 1200։ Ո՞նց է Որիսան։ Դուք իրավունք չունեք մեկնեցուցողը, որտեղ նախորդ նախագծով ֆիքսած է վանքած է բնավորական փորձածությունը դուք եք տանեկաշեք 1 մետրանոց խողովակաշարը։ Հիմա եթե կառուցվել է 1.2 դրամատուզով խողովակաշարը, նշանակում է խախտվել է նախագծի նորմերը։ Ճիշտ է թե չէ իմ փորձագետ։ Եթե մեկի փոխարեն 1-2 նախորդով պետք է մեկը կառուցել։ Այո, նախորդում 1 մետր է։ Եթե 1-2-ով կառուցած, ես հարց եմ տալիս, որպես փորձագետ, ուղղակի իրոշով փորձագետի նաև գործունեության նպատակը որ պարզ է, պահպանվել են նորմերը շինարարության թե չէ։ 1-2-ով է պահպանում փորձագետի ֆունկցիան։ Բնապահպանական տեսչությունն է վերահսկում դա, ինչ են արել։ Մենք տվել ենք ինչ, իրենք ինչ են կատարել։ Հիմա մենք ֆիքսեցինք, որ փորձագետը կառուցվել է 1.2 մետրանոց խողովակաշար։ Դուք որպես բնակչության նախարարության ներկայացուցիչ պարտավոր եք ներկայացնել ուրեմն համապատասխան գրություն ձեր տեսչությանը, որպեսզի իրանք դանեստուկեն, ինչու են 1 մետր տրամադրությունով խողովակաշար փոխարեն։ Դուք չեք կարող Ժորժ ջան, ուրեմն եկեք թատրոն չծաղկեն, Ժորժ ջան։ Թատրոն արդեն 3-րդ անգամ ենք մասնակցում այս թատրոնին, չենք էլ ուզում մասնակցել ճիշտ ասած, կներեք ես ոչ մի կերպ թատրոն չի կազմակերպում, Ես ձեզ ոչ բան չեմ ասում։ Ձեր մասն չի խոսքը։ Ես խոսում եմ կոնկրետ նախարարության հետ, որը թատրոն է կազմակերպում։ Ոչ մի թատրոն չի։ Ես թատրոն ներկայացված ներկայացում եկեք վերջացնենք։ Դուք չեք ես նախագծի տակ ստորագրություն դու, որը հետո բնական նախարարությունը չեղյալ համարել։ Դուք եք չեք ասում որ կեղծ է։ Բան չեն չեղյալ։ Եք ապացուցում որ կեղծ է։ Բան չի չեղյալ համարել ձեր նախարարը։ Ասում եք կեղծ, հիմնավոր է։ Հիմնավորված է այդ ամեն ինչը, շուտանց է։ Լսում եմ ձեզ։ Այդ ամենի շուտանց է հիմնավորված։ Ուրեմն ասենք երկրորդ մասին, լավ։ Ուրեմն այդ մեկ խախտում որ արդեն արված է։ Դուրս եկեք օրենքով խոսենք։ Կարելի է այդ չէ, օրենքը ընդունեցի, կարելի է Ուրեմն դուք շատ լավ տեղեկացված եք, ես տեսնում եմ։ Ուրեմն Հայաստան եթե տեղեկացված եք, այսօրվա դրությամբ 1000 մմ-անոց խողովակ գոյություն չունի։ Գոյություն ունի 1200 որոշակի քանակով 1400 մմ-անոց, 800 մմ-անոց եւ 700 մմ-անոց խողովակ։ Կարող է պատահել օրենքի հետ կապված ինչ-որ հարց կա, բայց տնտեսական էֆեկտիվության տեսակետից, ուրեմն այդ հարցի տեսակետից փոփոխությունը կատարվել է դրա համար, որի հետևանքով էլ անդրել փոփոխված մի մայր այդ հասարակական լսումներն են ոչ թե թատերական ասած, այլ անկեղծ ձեզ չէ վերաբերում այդ հարցը ընդհանրապես, դուք ոչ եք նախագծի ոչ կազմել եք, այդ կազմել է նախորդ կազմողը, որը կերեմ կրգնում կազմել է կես նախագիծ։ Ցանկացած ակցիանում կարող կապացուցենք, եթե հնարավոր է, կարող նախարարությունը դատի տա իմ այս խոսքերի համարից։ Ես պնդում եմ, որ կես նախագիծը կազմել ու դուք ստորագրել եք այդ կես նախագիծի տակ տվել եք դրական եզրակացություն։ Այդ փաստ է։ Ես ցանկացած ակցիանում կարող վիճակեմ այդ փաստը ու ապացուցեմ, որ կեղծ է այդ նախագիծը։ Եթե ցանկություն եք, բայց ես ֆիքսում եմ։ Ես գործ ունեմ այս պահին պետական համակարգի հետ, որը չի ուզում անի բնապահպանական գործունեություն։ Դուք ընկել եք իրաց թագարտը, Ժողովուրդ ջան։ Ես ձեր փոխարինն եի, կներեք, որ ձեր փոխարին եմ ասում, ես իրանց շուտբանից դատի տված կլինեի, Էրասպենել շուտբանից դատի տված։ Ինչ եք ուժը, որտեղ ձեզ ինչ-որ մեկը ծախել է կերտ փաստաթղթերով նախագծեր, դուք այդ դերին ներկայացրել եք պետական լիազոր մարմնին, ինքը սիրուն տակը ստորագրել է, չգիտեմ ինչի է ստորագրել, հետո նախագծի չեղյալ համարել նույն բնակության նախարարը, որը որ ստորագրել էր։ Դուք ձեռնարկով որպես ինչի դատի չեք տվել բնակության նախարարությանը։ Այդ հասին եթե դուք պատասխանեք, ես հենց հիմա գերեմ դուրս կգնամ այս սենյակից։ Ինչի դատի չեք տվել բնակության նախարարությանը եւ Էրասպեին, որ ինքը ձեզ տվել է փաստորեն կես նախագիծ։ Մի նախագիծ, որ մեր դրված է, ասել վերջացնեմ։ Համաձայն եմ քո հետ, բայց ճիշտ պետք է ասես։ Որի նախագծում դրված է, որ տարածքում ընդհանրապես անդակ չկա, ծառ չկա, ոչ մի բնության հատուկ պահպանող տարածք չկա, ոչ մի բան չկա, անապատային տարածք կա, այդտեղ հանգիստ մեր համար սարքում ենք։ Այդ նախագծին ոնց կարելի է դրական եզրել, որ տարածքը լրիվ անտառապատ է, բնության հատուկ պահպանող տարածքում է։ Հիմա ասենք երկրորդ մասին։ Ձեր ուրեմն հիմիկվա նախագիծ, որ դուք եք ներկայացրել, նորից դրված է, որ տարածքում բնության հատուկ պահպանող տարածքներ չկան։ Ով է վերցրել այդ տվյալ եւ որտեղից որ տարածքում չկան, այդ արդեն ձեզ են, որը դուք եք նախագծել։ Դա իմ էկոլոգն է ուսումնասիրել, ես հատուկ էկոլոգ եմ, վերջնում, հա, ուսումնասիրել է եւ նշել է դա։ Բայց մյուս տեսակետից եթե նայել եք, այնտեղ նույնիսկ ծառերի քանակը նշված է, որը որ մենք երբ որ քայլել ենք, հասնենք, չէ, եկեք այս հարցը վերջացնենք։ Ինքը ֆիքսելով բնության հատուկ պահպանող տարածք չկա։ Իսկ որտեղից է իմացել որ չկա։ Ամենայն հավանականությամբ քարտեզներից, ուրեմն ես ես կտամ մի հատ փաստաթուղթ,
Ես ուզում եմ խնդրեմ լսեք ձեր գործերին, որտեղ ֆիքսած է, որ Խաչախի երկու հեկի տարածքում երկու հատ արգելավայր կա, հենց կոնկրետ տարածքում, որտեղ կատարվում է ջրհեղեղը եւ ջրթողը։ Եթե ձեզ պետք է ունենալ նաև հատուկ ապահով տարածքի քարտեզ, եթե կարող տամ։ Արա փոխանցեք ձեր բնապահպանին։ Ուրեմն սրա հետ միասին մենք տարածքի լրացուցիչ ուսումնասիրենք, ձեզ կամ կներկայացնենք մտնում է թե չէ, մենք էլ համաձայն եմ ձեր հետ, դրա համար եմ ես ասում, մենք այս արդեն երրորդ անգամ ենք այս թեման։ Մենք առաջին անգամ ենք մասնակցում, դրա համար մենք արդեն երրորդ անգամ ենք մասնակցում, դրա համար ես որ կներեք որ ասեցի թատրոն, ես ոչ մեկի նկատի չունեի։ Ոչ մեկի նկատի չունեի ես։ Ես թատրոնի նկատի մենակ ես մային բնապահպանության նախարարության կատարած գործունեություն ել եմ կրկնում։ Պատասխանատու յուրաքանչյուր խոսքի համար։ Կարամ նախարարին էլ ասեմ։ Չեք նեսե որ ես անդարտ այդ տարածքում, այն առաջին բան չի, որ նախաշնի գրված չի, որ չկա անդարտ չկա, բանոց չեք տեսել, ետ գործակետ։ Ոնց եք հաշվեր, որ դեպրակազավոր չկա անդարտ։ Որոշում ինչ անում, փորձագետը չի, փորձագետությունը Հացերի նպատակը ինչն է, փորձագետի գործնեության իմաստը ինչն է։ Ես մեկ այսօր հասարակական Այո, բայց դուք ձեր գործնեություն չեք կատարում, չեք գործակոց։ Դուք առաջին նախագծում դրված է, որ տարածքում անդարտ չկա։ Մեր գործնեությունը գործ չունի։ Այդ ձեր գործունեությունն ենք վերահսկում մենք, եթե դուք չգիտեք։ Լևոն Հանրությունը իրանոք ունի վերահսկելու ձեր գործունեությունը, չգիտեք, ասեմ որ Եվ չգիտեք գրված չէ, որ վերահսկում եք մեր գործունեությունը։ Ցանկացած գործունեություն պետական մանունի հանրությունը իրանոք ունի վերահսկելու ցանկացած եղանակներով։ Եթե չգիտեք, այսօր մենք հանրային լսում ենք։ Հանրային լսումը ձեր համար է կարող է հանրային լսումը, ինչ որ բաներ իմանալ կարող է։ Դրանից հետո Բայց քանի մենք ունենք այս ձեր նախարարություն, ձեր նման գործընկերներ եւ գործատուներ եւ ձեռնարկողներ շատ կլինեն, որոնք կանեն նախագծել, հետո խնդիրների առաջ կկանգնեն։ Կոնկրետ մասնագետի անունը ով ուսումնասիրել է, ինչ է ուսումնասիրել, ասեն ինչի է հարց առաջանում։ Դուք նկարագրել եք ուրեմն հովիտը Խաչախի գետի ու ուտեղ դրված է, որ ինքը հարավից ուրեմն պարփակված է Փամբագի լեռնաշղթայի գրանիտներից եւ գրանիտիոիդներից կազմված հյուսային անժը։ Այդ գրողի կհասնեք էլի Փամբագի լեռնաշղթան ոնց կարող Խաչախի գետի մոտ հասնի եւ ինչ։ Այդ գրողը բանը հա։ Չէ, բանը չի, ես բան կա որ ես ներ մասնագիտական է, ես չեմ կարող։ Ես բան չեմ ասում, ես ասում ձեր նախագծում դրված է բաներ, որոնք իրականություն չեն համապատասխանում։ Ես ասում եմ ինչ որ իրականություն չի համապատասխանում։ Ասում եմ այդ Փամբագի լեռնաշղթա չկա, դա չի կարող Փամբագի լեռնաշղթա լինի, որտեղ Փամբագի լեռնաշղթան ուրիշ տեղ է։ Այդ ուղղակի որտեղ է։ Իսկ երկրորդ ինչ վերաբերում է ինժեներական եւ հիդրոէլեկտրական պայմաններին, դա է կներեք, բայց այդ տարածքին չի վերաբերվում։ Ով որ գրել է, այդքան ասեք, որ ինքը ուրիշ տարածքի բան կներեք վերջացնում։ Ես մասնակից եմ այդ առումով։ Աշխարհագետ է, չէ՞։ Այո, աշխարհագետ գեոմորֆոլոգ եմ ես։ Ուրեմն այդ տարածքին իր ինժեներական եւ հիդրոէլեկտրական բաժինը ուրիշ տարածքի բաժին է։ Ուղղակի գրած է որպես Խաչախի երկուսի համար։ Կգնաք համապատասխան մարդու կասեք, ով որ գրել է, եթե կարա թողող, եթե չէ, թող հեքիաթ չգրի, էլ են կրկնում էլի։ Այդ երասես ամեն բարձր Դրանցամփակ խայլել, կարող է խայլելը կապ չունի։ Նայելա, ուսումնասիրելա, տեսելա։ Չէ, խայլելը կապ չունի, իր գրած ենդրաբանական մաս եւ հիդրոէլեկտրականություն այդ տարածքի մասին չի։ Նախորդ նախագծով գրած է 141 ծառ պետք է հատվի ժողովրդաշարը տեղադրելու ժամանակ։ Այս նախագծով գրված է 191։ Հիմա օրինակի համար անհասկանալի է 141 արդեն հատվել է 151-ի հատվի, թե այն 141-ի գումարվելը դարձել է 151, մոտ անհասկանալի։ Մենք մի քիչ մանրամասն ենք ավելի նարել դիտարկել, հա։ Մեր կարծիքով հնարավոր է, որ մի քիչ ավել հատվել։ Չէ, մինչև արդեն խորհրդաշարը շարված է, ինչքան է հատվել, գիտեք, արդեն։ Երևի ես ձեզ ասեմ, իմ տեխնազորի ուրեմն տվյալներով երևի 30-ը չի հատվել։ Լավ, այսինքն սա երևի վրա է։ Դե ես կոնկրետ թիվ չեն ֆիքսել, որտեղ ես հարցրել եմ։ Բավարար թիվ չեն ֆիքսել, ո՞նց պետք է։ Քանի անգամ հարցրել եմ, որ իմ Ո՞նց իմանալ 151-ը հատվեց թե 1700։ Ախր հայցակետային սխալ կա, դուք չեք ասում, մենք նախապես չենք իմացել, որ պետք է ասենք ներկայացնել փաստացի տվյալներ կատարված աշխատանքների վերաբերյալ։ Հիմա դուք հարցադրումներ եք անում, որ հնարավոր չի պատասխանել։ Դե այս մարդը տվյալ չունի օբյեկտիվ, դուք ասում եք երևի վրա է ամեն ինչ, տենց էլ չի լինի, էլի։ Այսինքն դուք ողջունում եք, դուք տալիս եք դրական կարծիք։ Մենք տալիս ենք դրական մեր կարծիքը, քանի որ մենք բազմիցս շատ այդ հարցերի շուրջ խոսացել ենք, ունենք պայմանավորվածություն հեկի հետ։ Կարծիքը դրա։ Կարծում եք ձեր բոլոր գյուղացիներն են կողմել այս նախագծին։ Չեմ կարող ասել, որ բոլորը կողմ են, բայց
մեծամասնությունը կարծիքասերով ինչ նկատենք, մեր կոնկրետ որ ասում եք մեր կարծիքը, ում նկատենք մեր ասելով։ Ով դրական է վերաբերվում դրան։ Այ դրանց մասին է խոսքը։ Ուրեմն այդ էլ հա, քանի որ այդ խոսքը դրան ասա, ուրեմն նախարարություն կա նամակը 1077 գետահարությունների ստորագրական վրան տեմ են եկի կառուցմանը, որից միակ լսումները որ գետահարությունը անցկացվել է, այլ 120 ստորագրական վերջացնեմ հայ բան կա, շատ բան կա։ Դա դրա հիմա նախագիծը չէ գալա համարվել 8000 նախագիծը։ Դուք ասեք մենք 20-ով կողմ ենք ընդհանրապես։ Ամբողջ համայնքը ներկայացնում է համայնքապետը, որ այսօր ներկա է։ Եթե ինքը տալիս է դրական կարծիք, տալիս է ավականին դրական կարծիք, նշանակում է նա ներկայացնում է իր գյուղի մեծամասնության ձայնը։ Ես չեմ կարծում, որ երկու հոգու դրական կարծիքով գյուղապետը կարտահայտի կողմ։ Դե 4% ստորագրությունով են իրեն բերել ձեր կարծիք, գյուղի տերն է, ինքը տերնակ չի։ Գյուղի տերը չի, ինքը գյուղին ծառայող գյուղապետ է, դու սխալ արտադրություն կարի, գյուղի տերը ինքը չի կարի։ Ես նկատում եմ հենց դա։ Այս ռանձը գալիս սխալ։ Կարծիքը շատ լավ։ Հիշեցնենք, որ դեռ 2012 թվականին գետահովիտի բնակիչները ոտքի էին կանգնել ընդդեմ Խաչաղբյուր գետի վրա կառուցվող հերթական փոքր հիդրոէլեկտրոկայանի։ Հանրային լսումներից հետո բնակիչների դեմ լինելու մասին հստակ խոսել էր անգամ բնապահպանության աշխատակիցը։ Իմ տպավորությամբ հետևյալն է, այսօրվա հանրային լսումները անցան շատ վատ։ Ես ականատես եղա, որ համենայն դեպս հավաքված բնակչությունը իր գերակշիռ մասով 99%-ով դեմ է տվյալ նախատեսող գործունեությանը։ Այ մարդերի կայեմ ոչինչ։ Մենք վերացել ենք ասել ենք։ Ինչն է պատճառը, որ գետահովիցիներն այլևս չեն բարձրաձայնում իրենց բողոքի մասին։ Ոտքի կանգն է, մի մարդու նման ու պայքարել է մինչև վերջ, հələ սկիզբն եմ ասում ես ես, լավ բանի համար, ու մենք Երևանում չգիտենք ես խնդրի մասին, ու մենք իմանալով, որ գետահովիտը այնտեղ մեր Տավուշի մարզի Սիրուն գյուղում մի մարդու պես ոտի ենք անում, մենք մեր սա գործերը թողեցինք, երեխա ունի, ընտանիք ունի, աշխատանք ունի, ասենք մենք գնալու ենք այդ արժանապատիվ Ողնաշարը ձիգ գյուղացու կողքը կանգնելու, մենք եկանք ձեր հետ, եղավ հանրային լսում, սաղդ միաձայն մի մարդուն մեն չէ, սենց ծապ տվեցինք, երկրորդ անգամ եկանք, խազերը եկավ կոմիտաս տվեց ձեր համար, մշակութային միջոցառում արեցինք, լրիվ իրանց հաշվին իրանց, ու էլի լավ ամեն ինչ առաջ էր գնում, անցավ մի ամիս, ու մենք լսում ենք տարբեր տեղերից, որ մեր այս գյուղը, որը օրինակ ա եղել, որ բյուրական գյուղը ոտի ա կանգնել, լսելով ձեր մասին, ընդե իրանց հեկն ա կանգնացնել, մարզ գյուղը լորի մարզում նույնպես հեկ ա կանգնացել, որ դուք օրինակ եք։ Ու հիմա ինչ որ սեր թափթփուկները կան ձեզ ճնշեցին, ով էր իրանք որ ձեզ ճնշեն։ Նշենք, որ հանրային լսումներին ներկա էին մոտ 15 հոգի, այն դեպքում, երբ գետահովիտն ունի 2000-ից ավել բնակիչ։ Դրական է, որպես համայնքի ներկայացուցիչ։ Մարդիկ գյուղին ձեռք են բռնել, օգնել են, որը չի արել պետությունը, որ չեք տեսել պետությունը։ Ու պարտավորվում են, որերի պետք է անեն ջրի հարց շարունակական խմելու ջրի հարց պետք է կարգավորել։ Մենք գոհ ենք։ Անձամբ ես, որպես համայնքի ներկայացուցիչ գոհ եմ։ Կատարվել են բազմաթիվ տեսակի բնության նկատմամբ վայրագություններ, որը մենք կարանք իրար հետ նկարահանենք այդ բանները։ Իսկ ինչ մնում է շին թույլատրությանը, մենք շին թույլատրություն չունենք, չենք տվել եւ չենք տալու։ 2006 թվականից հանրապետական կուսակցության անդամ եմ, այդ թվում նաեւ դիմում եմ իմ կուսակցության նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Խնդրում եմ մենք բոլորը սատար ենք եղել իրան ընտրությունների ժամանակ։ Խնդրում ենք, որ մեր այս հարցին տա դրական հարցի լուծում։ Այսքան մի բան, մենք կանգնացել միջև մահ գերեզման պետք է պայքարենք, չտանք մեր գետը, չտանք մեր բնությունը։ Խնդրեմ ել եմ առաջարկում մեր օլիգարխներին, թող կառուցապատ են, թող տուրիստական բազաներ սարքեն, ինչպես ունի Ելոքավանը, Եվրոպան լրիվ այսօր այստեղ մենք հպարտանում ենք, որ այսպիսի գեղատեսիլ վայրեր ունենք։ Իսկ ի՞նչ է կատարվում այդ վայրերի հետ։ Վայրագություն, ուրիշ ոչ մի բան, այդպես կարելի է նկարագրել։ Իսկ ներկաներից ով է դեմ։ Դեմ չկա, ձեռնպահ։